Քիչ առաջ տեղեկություններ էին տարածվել, որ մարտի 16-ին կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1 տարեկան երեխա։ Բժիշկներին հաջողվել է բարեբախտաբար փրկել նրա կյանքը։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։ Այս դեպքը, որի մասին տեղեկություն էր տարածվել, չափազանց ծանր ու ցավալի է։ Երբ 1 տարեկան 2-ամսական երեխան տեղափոխվում է հիվանդանոց կլինիկական մահ վիճակով, դա նշանակում է, որ երեխայի սիրտն ու շնչառությունը ժամանակավորապես կանգ են առել, և բժիշկները ստիպված են լինում անմիջապես վերակենդանացման միջոցառումներ իրականացնել։ Այդպիսի դեպքերում յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է։ Եթե երեխան այդ վիճակով է տեղափոխվել, դա արդեն ցույց է տալիս, որ տեղի ունեցածը շատ լուրջ է և կարող է կապված լինել ծանր վնասվածքների կամ բռնության հետ, ինչ է նշանակում կլինիկական մահ։ Բժշկության մեջ կլինիկական մահ նշանակում է այն փուլը, երբ մարդու սիրտը չի աշխատում և շնչառությունը դադարել է, բայց դեռ կա հնարավորություն վերակենդանացնելու նրան։ Սովորաբար բժիշկներն այդ պահին սկսում են սրտի մերսում արհեստական շնչառություն և այլ վերակենդանացման մեթոդներ։ Եթե արագ օգնություն է ցուցաբերվում, երբեմն հնարավոր է երեխայի կյանքը փրկել, բայց նույնիսկ փրկվելու դեպքում կարող են առաջանալ ծանր հետևանքներ, ուղեղի վնասումներ, առողջական լուրջ խնդիրներ։ Քիչ առաջ հայտնի դարձավ նաև, որ կասկածվում է խորթ մայրը։ Եթե իրավապահները ձերբակալել են երեխայի խորթ մորը, դա նշանակում է, որ նախնական տվյալներով կա կասկած, որ երեխայի նկատմամբ կիրառվել է բռնություն։ Երբ երեխայի մարմնի վրա հայտնաբերվում են վնասվածքներ, կապտուկներ կամ այլ նշաններ, որոնք բժիշկները համարում են ոչ պատահական, ոստիկանությունը սկսում է քրեական գործ։ Այդ դեպքում հարցաքննվում են ընտանիքի անդամները, հարևանները, բժիշկները և բոլոր նրանք, ովքեր կարող են տեղեկություն ունենալ դեպքի մասին։ Փոքր երեխաները, հատկապես 1 տարեկանից փոքրերը, շատ խոցելի են, նրանք չեն կարող պաշտպանվել կամ պատմել, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ։ Այդ պատճառով նման դեպքերում իրավապահները շատ մանրամասն են ուսումնասիրում իրավիճակը, հասկանալու համար դա եղել է դժբախտ պատահար, թե դիտավորյալ բռնություն։ Սովորաբար նման դեպքերում կատարվում են մի շարք քայլեր՝ բժշկական փորձաքննություն, դատաբժշկական փորձաքննություն, հարցաքննություններ, տանձնություն և իհարկե, եթե կան տեսախցիկներ, ապա տեսախցիկների ստուգում։ Այս ամենն արվում է, որպեսզի պարզվի իրական պատկերը, ով է պատասխանատու և ինչ է իրականում տեղի ունեցել։ Եթե ապացուցվի, որ իրոք խորթ մայրը երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել, ապա նա անպայման պատասխանատվություն է կրելու, ով էլ որ նա այն լինի։ Հայաստանի քրեական օրենսդրությամբ երեխայի նկատմամբ բռնությունը, հատկապես ծանր վնասվածք պատճառելը, շատ ծանր հանցագործություն է և կարող է հանգեցնել երկար տարիների ազատազրկման։ Բայց երբեմն պատասխանատվություն կարող են կրել նաև մյուս մեծահասակները, եթե պարզվի, որ նրանք իմացել են երեխայի նկատմամբ բռնության մասին և չեն կանխել դա։ Օրինակ, եթե ընտանիքում եղել են մարդիկ, որոնք տեսել են, որ երեխային վնասում են, բայց ոչինչ չեն արել կամ չեն դիմել ոստիկանությանը։ Ինչու են նման դեպքեր տեղի ունենում։ Մասնագետները նշում են մի քանի պատճառ, որոնք հաճախ հանդիպում են նման ողբերգական դեպքերում՝ ընտանեկան լարվածություն կամ կոնֆլիկտներ, հոգեբանական խնդիրներ, ծնողական անփորձություն, երեխաների նկատմամբ անտարբերություն կամ ագրեսիա, իհարկե սոցիալական խնդիրներ։ Սակայն որևէ պատճառ չի կարող արդարացնել երեխայի նկատմամբ բռնությունը։ Երեխան լիովին կախված է մեծահասակներից և ունի պաշտպանության իրավունք։ Երբ նման լուրեր են տարածվում, հասարակությունը շատ ցավով և զայրույթով է արձագանքում։ Մարդիկ հատկապես զգայուն են փոքր երեխաների նկատմամբ բռնության դեպքերին, քանի որ երեխաները ամենաանպաշտպան խումբն են։ Հասարակության արձագանքը նաև կարևոր է, որովհետև այն ստիպում է համապատասխան կառույցներին ավելի արագ և մանրակրկիտ հետաքննել նման դեպքերը։ Եթե բժիշկներին հաջողվել է երեխային վերադարձնել կյանք, նրան սովորաբար տեղափոխում են վերակենդանացման բաժանմունք և երկար ժամանակ հետևում վիճակին։ Այդպիսի երեխաները հաճախ մնում են բժիշկների մշտական հսկողության տակ, քանի որ կարող են առաջանալ տարբեր բարդություններ։
Այս պահին ամենակարևոր հարցը երեխայի կյանքն ու առողջությունն է։ Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար, իսկ իրավապահները փորձում են պարզել իրական պատճառը։ Եթե հաստատվի, որ երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել, մեղավոր անձն անպայման պատասխանատվության է ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Շամշեն.com-ը գրել էր, որ Արարատի մարզից կլինիկական մահ ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։ Բժիշկներին հաջողվել է վերականգնել երեխայի սրտի աշխատանքը, սակայն նրա վիճակը դեռ ծայրահեղ ծանր է։ Ըստ օպերատիվ տեղեկությունների, երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը, իսկ ավելի ուշ պետք է պարզվեր, որ ծեծի է ենթարկել խորթ մայրը։ Նշենք, որ արդեն մեկ անձ ձերբակալված է, և այդ մեկ անձը հավանաբար հենց խորթ մայրն է։ Ինչու է տեղի ունեցել այս ամենը, ով է պատասխանատվություն կրելու այս ամենի համար, կիմանաք շատ շուտով։